Այստեղ կարևոր է, որ այն ժամանակ ծառայությունը զինված ուժերում անվճար էր եւ բնականաբար պետք է մարդը վստահ լիներ, որ իր ծառայության ընթացքում իր ընտանիքը սովամահության չի տրվելու եւ դրա համար պետք է վստահ լիներ, որ իր հողակտորից անհրաժեշտ քանակի բերք կստանան եւ կտնօրինեն ըստ ցանկության։ Այս ռեֆորմը մի կողմից ֆիքսելու էր նախկինում կատարված հողազավթումներ, այսինքն նա չէր նեղացնում ագարակատերերին եւ դաստակերտների տերերին, ստացվում է, որ այդ հողային մագնատներին մի կողմից պաշտպանված էր դարձնում իր նոր օրենքով, մյուս կողմից ստացվում է, որ նա հանդես էր գալիս ժողովրդահաճո մոտեցմամբ, այսինքն հայտարարում էր, որ այլևս հնարավոր չէ նոր զավթումներ կատարել։ Երկու կողմն էլ գոհ են այս ռեֆորմից, եւ ագարակների տերերը եւ գյուղական համայնքի ներկայացուցիչները, եւ երբ որ Մովսես Խորենացու մոտ տեղ գտած տեքստը ընթերցում էին այդ ազոտողները, երկար ժամանակ տպավորություն կար, որ այս ռեֆորմը կարող է մտածածին երևույթ լինել, որովհետեւ Մովսես Խորենացին ներկայացնում է, որ նա կոփել տվեց քարեր, որոնք պետք է տեղադրվեին այս ագարակների եւ այս համայնքների միջև։ Եվ ահա տարբեր ժամանակներում հնագիտական աշխատանքների արդյունքում Հայաստանի տարբեր հատվածներից գտնվել են շուրջ 2 տասնյակ հողաբաժան սահմանակարեր։ Եվ այս սահմանակարերի վրա եղած արամեատար արձանագրություններից պարզ է դառնում, որ դրանք Արտաշեսի թողածն են։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։